Մարդկության համար մահը միշտ եղել է ամենամեծ վախերից ու պայքարներից մեկը եւ միառժամանակ ամենամեծ փակուղին։ Մարդը կարող է պայքարել հիվանդության դեմ եւ հաղթահարել այդ հիվանդությունը, կարող է հաղթահարել իր կյանքում եղող ամեն մի դժվարությունները, կարող է վերականգնել իր կորցրածը, կարող է հաղթահարել աղքատությունը, կարող է դուրս գալ պարտությունից, ինչպես նաև կարող է հաղթահարել սեփական թուլությունները եւ տկարությունները, բայց երբ խոսքը գնում է մահի մասին, մարդը կանգնում է փակուղու առջև, քանի որ մահվան ու կյանքի խնդիրը իր ուժերից եւ իր իրավասություններից դուրս գտնվող վիճակ է։ Մարդկությունը ողջ պատմության ընթացքում փորձել է կատարել, որպեսզի ապրի երկար կամ մինչև անգամ ապրի հավիտյան, սակայն բոլոր այդ փորձերը ավարտվել են նրանց մահով։ Ահա այստեղ է, որ մարդը զգում է իր խոցելի ու անզոր լինելը։ Այն մարդը, ով ապրում է առանց Քրիստոս Հիսուսի, մահի առջև մնում է անզոր եւ այդ անզորության մեջ ծնվում է ամենամեծ հիասթափությունը տվյալ անձի կյանքի մեջ։ Բիլի Գրեհեմը հետևյալն է ասել. Աստծո որդին մահացավ խաչի վրա, բայց հարություն առավ, եւ այդ պատճառով մենք ունենք հույս, նույնիսկ մահվան դիմաց։ Ունեն հույս բոլոր նրանք, ովքեր որ ապրում են Տեր Հիսուս Քրիստոսով։ Ունեն բոլոր նրանք այս հույսը, ովքեր որ ավետարանի համաձայն ապրում են իրենց կյանքը։ Ընտրել եմ Աստվածաշնչյան հատված Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ 1-9 համարներ, որտեղ որ Աստծո խոսքն ասում է, եկեք երկյուղացությամբ լսենք Աստծո խոսքը։ Նրանք ովքեր որ ունեն սուրբ գրքեր, խնդրում եմ որ բացեք եւ հետևեք։ Եվ Աստծո խոսքը ասում է. բայց միաշաբթի օրը վաղ առավոտյան կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին, ուրիշ կանայք էլ էին նրանց հետ, եւ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան, երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան, եւ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ լուսավոր զգեստներով, երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարեցին, նրանց ասեցին. Ինչ եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշեք, նա ձեզ հետ ինչպես խոսեց, երբ Գալիլեայում էր, ասում էր, որ մարդու որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի, եւ նրա խոսքերը հիշեցին։ Գերեզմանից վերադարձան ու այս բոլոր բաները պատմեցին 11-ին եւ բոլոր մյուսներին։ Սիրելիներ, մեր Տեր Հիսուսը հաղթական կերպով ավարտեց իր երկրային ընթացքը։ Սատանան ամեն բան արեց, որպեսզի Տեր Հիսուսի մահը դարձնի ամոթալի, սակայն Տեր Հիսուս իր հաղթական խաչելությամբ եւ հարությամբ հաղթեց մեղքին, հաղթեց մահվանը եւ դրանով պարտության մատնեց սատանային։ Ուրեմն Ղուկասը նկարագրում է Տեր Հիսուսի հարությունը, որը փոխեց ոչ միայն աշակերտների կյանքը, այլ ողջ մարդկության պատմության ընթացքը։ Հարությունը ցույց է տալիս, որ Աստծո խոսքը երբեք չի ձախողվում։ Մահը, սիրելիներ, վերջը չէ, եւ յուրաքանչյուր հավատացյալ կանչված է ապրելու այդ հաղթանակի մեջ ու պատմելու ուրիշներին դրա մասին։ Սիրելիներ, կրկին պիտի ընթերցեմ 1-ից մինչև 6-րդ հատվածը, համարները։ Խնդրում եմ, որ կրկին ուշադրությամբ գանք դեպի Աստծո խոսքը, որը վերաբերում է ուղիղ Քրիստոսի հարությանը։ Բայց միաշաբթի օրը վաղ առավոտյան կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին, ուրիշ կանայք էլ էին նրանց հետ, եւ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան, երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը
չգտան։ Եվ երբ դրա վրա շփոթված էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ լուսավոր զգեստներով, երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարհեցին, նրանց ասացին. «Ինչ եք ողջին մեռելների մեջ փնտրում, նա այստեղ չէ, այլ հարություն է առել»։ Սիրելիներ, ուզում եմ հարցնել ձեզ. ինչ եք զգում, երբ կանգնած եք մահվան իրականության առջև։ Վախ, արդյոք կասկած, անհուսություն, անորոշություն, ավարտ, ապա ինչ եք զգում։ Աստծո ասում է, որ միաշաբթի վաղ առավոտյան կանայք գնում էին գերեզման, իրենց սրտերում ունենալով վիշտ, հիասթափություն եւ կորստի ցավ, նրանց աշխարհը կարծես ավարտվել էր Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությամբ։ Բայց հենց այստեղ գերեզմանում հնչեց մի ցնցող խոսք. ինչ եք ողջին մեռելների մեջ փնտրում, նա այստեղ չէ, նա հարություն է առել։ Եվ այս հարցը միայն նրանց չէր ուղված, այն այսօր նաև ուղված է մեզ բոլորիս։ Հավատացյալներիս համար քրիստոնեությունը միայն խաչ չէ, այլ այն նաև հարուցյալ կյանքի հաղթական ընթացք է մեզ համար։ Սա կյանքի ընթացք է, որ մենք ապրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթանակը կրելով մեր սրտի մեջ։ Ուրեմն մի երիտասարդ հովիվ իր ձեռնադրության ժամանակ ավետարանից մի հատված կարդալով խախտում է ընդունված ձևը, երբ նա գալիս է քարոզի վերջի հատվածին, որտեղ կարդում է, որ Տեր Հիսուս մահացավ խաչի վրա, ավելացնում է ասելով. այստեղ ավարտվում է ավետարանը։ Անմիջապես լսվում է եպիսկոպոսի ձայնը, ով ասում է. Աստված մի արասցե։ Ավետարանը չի ավարտվում Հիսուսի մահով, այլ այն ավարտվում է Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական հարությունով։ Եվ սրանով հույս է տալիս բոլոր հավատացյալ մարդկանց, բոլոր նրանց, ովքեր որ Քրիստոս Հիսուս ունեն իրենց սրտի մեջ, որտեղ սա մի հույս է իմանալով, որ մահը ավարտ չէ, այլ մահը մի նոր կյանքի սկիզբ է Քրիստոս Հիսուսի հետ։ Բոլոր նրանց, ովքեր որ Քրիստոս Հիսուսին կունենան իրենց սրտի մեջ եւ իրենց կյանքի մեջ։ Ուրեմն Քրիստոս Հիսուսի հարությունը նոր դարաշրջանի, նոր ստեղծագործության առաջին օրն է հանդիսանում։ Ուստի քրիստոնեական կիրակին շաբաթվա առաջին օրը ծառայում է որպես Տեր Հիսուսի հարության հիշեցում։ Ահա թե ինչու ենք մենք ընդհանրական պաշտամունքները նշում ոչ թե շաբաթ օրը, այլ կիրակի օրը, որը խոսում է Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական հարության մասին։ Եվ ամեն անգամ կիրակի օրը մենք փառաբանում ենք նրան, նրա կենդանի անունը, նրա զորավոր անունը, որ նա ունի իշխանություն մեղքի, մահվան եւ սատանայի դեմ։ Հարցը հետեւյալն է. ինչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։ Մեզանից շատերը դեռ փնտրում են Հիսուսին մահացածների մեջ, անկենդան առարկաների, ավետարանի հետ կապ չունեցող ծեսերի եւ ավանդույթների, ինչպես նաեւ անկենդան նյութերի մեջ։ Հիսուսը մահացած չի մնացել, նա ողջ է, նա անցյալի հերոս չէ, նա ներկայի կենդանի իրականություն է, նա կա։ Մարդիկ կյանք են փնտրում այնտեղ, որտեղ արդեն մահ կա։ Հույս են փնտրում այնտեղ, որտեղ ավարտ է։ Աստծուն են փնտրում այնտեղ, որտեղ նա այլևս չկա։ Փնտրում են կյանք մեռած տեղերում, քարի, փայտի, նկարի եւ նյութի մեջ։ Բայց ավետանի լուրը հենց այստեղ է փոխում ամեն ինչ։ Քրիստոսը չի մնացել խաչի վրա, նա չի մնացել գերեզմանում, նա հարություն է առել։ Հունական դիցաբանության մեջ աստվածները սկսեցին մահանալ զուտային պատճառով, որ մարդիկ դադարեցին աղոթել եւ հավատալ այդ կեղծ աստվածներին։ Նրանք մնացին միայն գրականության եւ մշակույթի մեջ, եւ դրանով ավարտվեց նրանց կեղծ
աստվածպաշտությունը։ Իսկ մեր Աստվածը հավիտյան կա։ Աստված մարդուց կախված չէ, ոչ մեր հավատքից, ոչ մեր կատարած աղոթքներից, նա ինքնաբավ է եւ նա հավիտյան ունի մեծ իշխանություն։ Նրանից է կյանքը եւ նրանից է կյանքի սկիզբը։ Սիրելիներ, այսօր էլ կան շատ մարդիկ, որոնց համար քրիստոնեական կյանքը երևակայական եւ փիլիսոփայական բնույթ ունի։ Այսօր էլ կան շատ մարդիկ, որոնց համար քրիստոնեական ճշմարտությունը միայն իրենց շուրթերի վրա է, կամ որոշ կատարած գործողությունների։ Նրանք երևակայական քրիստոնյաներ են, որոնց աղոթքները, աստվածպաշտությունը, աստված ճանաչողությունը եւ հոգեվոր կյանք ապրելը երևակայական է, որը թաքնված է նրանց բառամթերքի, նրանց ձևի, նրանց դեմքի միմիկայի, նրանց կեղծ ժպիտների։ Սիրելիներ, Քրիստոս Հիսուսի ծնունդը երևակայական չէր։ Քրիստոս Հիսուսի չարչարանքները եւ խաչելությունը երևակայական չէր։ Քրիստոսի Հիսուսի հարությունը երևակայական չէր, այլ իրական, տեսանելի, շոշափելի, որը փաստվեց բազում վկաների կողմից, ինչպես որ Աստվածաշունչն է մեզ փաստում սրա մասին։ Այնպես էլ մեր կյանքը պիտի լինի իրական եւ ոչ թե երևակայական կամ փիլիսոփայական ինչ-որ ընկալումներով։ Ինչ է մեզ սովորեցնում Տեր Հիսուսի հարության փաստը։ Տեր Հիսուսի հարությունը ապացուցում է, որ ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան թե կեղծիքը։ Այն ապացուցում է, որ բարին ավելի ուժեղ է, քան թե չարը։ Հարությունը ապացուցում է, որ սերը ավելի ուժեղ է, քան թե ատելությունը։ Հարությունը հաստատում է Տեր Հիսուսի աստվածությունը։ Տեր Հիսուսի հարությունը մեր արդարացման եւ նոր փրկված կյանքի հիմքն է հանդիսանում։ Հարությունը տալիս է հաղթական կյանք ապրելու զորություն, որ քո ամեն օրդ Քրիստոսի հաղթանակով կարողանաս ապրել, գործել եւ առաջ շարժվել։ Ուրեմն հարությունը հաստատում է Աստծո արքայության հաղթանակը մեղքի եւ մահվան հանդեպ։ Սիրելիներ, Տեր Հիսուսի հարությունը պարզապես անցյալում կատարված հրաշք չէ, այլ հիմնարար ճշմարտություն, որը փոխում է ամեն ինչ։ Փոխում է մեր հավատքը, մեր դիրքորոշումը, փոխում է մեր հույսը, փոխում է մեր ապագան եւ ներկա կյանքը։ Փոխում է մեր մոտեցումը եւ Աստված ճանաչողությունը։ Եթե խաչը ցույց է տալիս Աստծո սերը, ապա հարությունը ցույց է տալիս այդ սիրո հաղթանակը, այդ սիրո զորությունը։ Տեր Հիսուսի հարությունը վկայում է, որ Հայրը ընդունեց որդու զոհը եւ դրանով փրկության դուռ բացեց բոլոր նրանց համար, ովքեր կհավատան եւ կընդունեն Տեր Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տերը եւ Փրկիչը։ Ահովանու 5-րդ գլուխ 12-րդ համարն ասում է. ով որդուն ունի, նա կյանք ունի, ով որդուն չունի, նա կյանք չունի։ Այսօր շատերն են ուզում կյանք ունենալ։ Այսօր շատերն են ուզում հավիտենական կյանք ունենալ, ապրել Աստծո ներկայության եւ օրհնության մեջ։ Այո, դա շատերն են ուզում, բայց շատերը չեն, ովքեր որ պատրաստ են Տեր Հիսուս Քրիստոսին կրել իրենց սրտի մեջ։ Այսօր շատերը պատրաստ են հավիտենական կյանք ունենալու, բայց չեն ուզում այդ հավիտենական կյանք տվողին ունենալ իրենց կյանքի մեջ, իրենց մտածողության մեջ, իրենց վարվեցողության մեջ, իրենց կենցաղի մեջ, իրենց կյանքի ընթացքի մեջ։ Սիրելիներ, գալով երկրորդ կետին 6-րդ համարից 8-րդ համարը հետևյալն է ասում. հիշեք, նա ձեզ հետ ինչպես խոսեց, երբ Գալիլեայում էր։ Հիշեք, թե նա ինչպես խոսեց։ Ասում էր, որ մարդու որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի, եւ նրա խոսքերը հիշեցին։ Կանայք եկել էին գերեզման,
մոռանալով թե Տեր Հիսուս ինչ էր ասել իրենց իր հարություն առնելու մասին։ Այնպես էլ կան շատ մարդիկ, ովքեր որ լսում են փրկության խոսքը, սակայն շուտով մոռանում են։ Այսօր շատ հավատացյալներ նույնպես նման վիճակում են, հավատում են, բայց ապրում են պարտվածի պես։ Ճանաչում են Քրիստոսին, բայց քայլում են հիասթափությամբ։ Հիշում են խաչը, բայց մոռանում են հարությունը։ Այսօր էլ կան մարդիկ, ովքեր պահպանում են քրիստոնեական ձևը, կեցվածքը, ծեսը, բայց մոռացել են ապրեն ավետարանի զորությամբ։ Կատարում են ծես, պահում են ավանդույթները, սակայն չունեն կենթանի հանդիպում ու հաղորդակցություն հարուցյալ Հիսուս Քրիստոսի հետ։ Խոսում են Քրիստոսի մասին, բայց չեն ճանաչում, թե ով է նա իրականում։ Պատրաստում են գեղեցիկ եւ ճոխ զատկական սեղան, սակայն այդ ճոխ զատկական սեղանից վեր են կենում հոգեվորապես սոված, հոգեվորապես աղքատացած եւ հոգեվորապես դատարկ։ Քրիստոնեական կյանքում բավարար չէ միայն հիշել կամ իմանալ Տիրոջ հարության մասին, այլ կարևոր է խոսել եւ կյանքով վկայել Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Քարոզի 3-րդ կետին գալով Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ 9-րդ համարն ասում է. Գերեզմանից վերադարձան ու այս բոլոր բաները պատմեցին 11-ին եւ բոլոր մյուսին։ Հռոմեացիներին ուղված նամակում 10-րդ գլուխ 9 եւ 10-րդ համարները ասում է. Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար։ Այս համարները առաջին քրիստոնեական դավանանքի հիմքն է հանդիսանում։ Փրկության համար անհրաժեշտ է ոչ միայն ունենալ մտքի համաձայնություն, այլ նաև կյանքով եւ գործով դավանել Տեր Հիսուսին որպես քո Տերը եւ որպես քո Փրկիչը ու սրտանց հավատալ, որ Աստված հարություն տվեց նրան մեռելներից։ Պետք է հավատալ, որ Հիսուսը հարություն առավ մեռելներից։ Քրիստոնյան ոչ միայն պետք է հավատա, որ Հիսուսը ապրել է, այլ նաև նա ապրում է հիմա։ Քրիստոնյան պետք է ճանաչի ոչ միայն Քրիստոս նահատակին, այլ Քրիստոս հաղթողին պիտի ճանաչի։ Մարդը պետք է ոչ միայն սրտով հավատա, այլ նաև պետք է բերանով խոստովանի իր հավատքը իր շուրջը գտնվող մարդկանց։ Միայն իմանալը բավարար չէ։ Միայն հիշելը չի փաստում, որ դու Աստծո զավակ ես։ Լուր քրիստոնյա, սիրելիներ, չի լինում։ Մենք չենք կարող լռել, երբ մեր շուրջը գտնվող մարդիկ գնում են դեպի կորուստ։ Մենք չենք կարող լռել այն ժամանակ, երբ որ մեր քաղաքի մեջ կան բազում ամուսնալուծություններ։ Մենք չենք կարող լուռ մնալ այս փրկության հույսը տարածելու մարդկանց են դեպքում, երբ որ մարդիկ հարբեցողության պատճառով դեպի կորուստ են գնում, թմրանյութ օգտագործելու պատճառով դեպի կորուստ են գնում, խաղամոլության պատճառով կորցնում են ամեն բան, մենք չենք կարող լռել, երբ մարդկային կյանքերը քայքայվում են մեր աչքի առջև, իսկ մենք լուռ ենք։ Սիրելիներ, ավետարանը մեզ հորդորում է խոսել եւ հռչակել նրա հաղթական հարուցյալ անունը եւ դրանով մարդկանց փոխանցել հույս, որ այո, քեզ համար հույս կա։ Հիսուս Քրիստոս ունի մեծ զորություն քո կյանքը փրկելու, քո կյանքի նոր իմաստ տալու, նոր թարմություն տալու։ Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ 46 եւ 47-րդ համարներում գրված է. Եվ նրանց ասաց. գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվի եւ երրորդ օրը մեռելներից հարություն առնի եւ նրա անունովը Երուսաղեմից սկսած բոլոր ազգերի մեջ ապաշխարություն եւ մեղքերի թողություն պիտի քարոզվի։
այո, պիտի քարոզվի։ Եվ մենք պիտի լուրջ չմնանք։ Ամեն մեկս մեր շրջանակի մեջ ավետարանը պիտի քարոզենք եւ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական այս բարի լուրը պիտի տարածենք բոլորին։ Ինչու պիտի պատմենք Տեր Հիսուսի հաղթական հարությունը, քանի որ խաչը վերջը չէ։ Եվ այսօր մենք ուզում ենք նայել ոչ միայն խաչին, այլ ավետարանի օգնությամբ տեսնել, թե ինչ կա խաչից այն կողմ։ Երբ աշխարհը տեսնում է խաչը որպես պարտություն, որպես ավարտ, որպես ողբերգություն, Աստված ավետարանի միջոցով բացում է մի նոր իրականություն, մի նոր ճանապարհ, որը գնում է ոչ թե դեպի ավարտ, այլ գնում է դեպի նոր կյանք։ Խաչից այն կողմ կա հարություն, խաչից այն կողմ կա շարունակություն, խաչից այն կողմ կա հաղթանակ, խաչից այն կողմ կա կյանք, խաչից այն կողմ կա մեր սիրող, երկնավոր, հոր մխիթարող ներկայությունը, որը որ մենք պիտի վայելենք մի ամբողջ հավիտենականություն։ Սիրելիներ, ամփոփելով պատգամը, հարության պատգամը հույսի պատգամ է, որ մահը ավարտ չէ, այլ սկիզբ հավիտենական Աստծո մեջ։ Եվ սա բոլոր նրանց համար, ովքեր սրտով հավատում են Աստծուն եւ բերանով էլ դավանում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։